Տիկին Գալստյան, չեմ ուզում անարձագանք թողնել, որովհետև դրանք հարցեր են, որոնք առաջին հերթին նաև մենք ենք բարձրացնում որպես կարևորագույն հարցեր, եւ ես բազմիցս խոսել եմ լեզվական քաղաքականության անհրաժեշտության մասին եւ նաեւ առիթ եմ ունեցել ներկայացնելու մեր ծրագրերը, որոնք նախաձեռնել ենք եւ իրականացնում ենք այս ոլորտում, ամեն ինչ չի, որ օրենսդրություն է պահանջում եւ իրականում երբ որ խոսում ենք հայերենի զարգացման մասին, ապա կարիք ունենք նաեւ ունենալ ծրագրեր, որոնցով որ լեզվի զարգացումը կապահովվի եւ ես առիթ եմ ունեցել խոսելու եւ ներկայացնելու, որ ներկայումս մշակում ենք հայերենի իմացության մակարդակների, չափորոշիչների եւ նաեւ հայերենի իմացության ստուգման առցանց համակարգ, որը առաջիկայում նաեւ հաշվի առնելով բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքը, որն արդեն իսկ ուժի մեջ է մտնել, կարողանալու է դառնալ մեր հիմնական գործիքակազմը, այսպես կոչված ընդունելության քննությունների կոնտեքստում եւ այս ուղղությամբ աշխատանքները սկսված են արդեն ավելի քան 1.5 տարի եւ մենք ունենք մեծ առաջընթաց եւ կարողանալու ենք համակարգը արդեն իսկ գործարկել հաջորդ տարի եւ սա օգնում է նաեւ որպեսզի հայերենի թվանշային տիրույթում զարգացման քաղաքականությունը ապահովենք։ Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնք հատկապես արհեստական բանականության մասին ենք խոսում ու մենք ունենք լրջագույն խնդիր հայերենով շտեմարանների առկայության, որովհետև արհեստական բանականության գործիքակազմի հատկապես որոշակի տրամաբանությամբ օգտագործումը պահանջում է, որպեսզի այդ համարժեք շտեմարանները լինեն եւ այն պատասխանները, որ մենք ստանում ենք եւ այն օգտակարությունը, որ ունենում են այդ տեխնոլոգիական գործիքները, նաեւ ինչ որ տրամաբանության մեջ լինեն։ Այսպիսով լեզվի կենսունակությունն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր են այս պահին իրականացվում, ժամանակը չի հերիքի ներկայացնել, դրանք հայեցակարգի հիմքում են նաեւ դրված։ Մենք պատրաստ ենք առաջիկայում հայեցակարգն էլ քննարկել, իսկ այս խոսակցությունը կշարունակենք նաեւ լեզվի մասին օրենքի փոփոխության հաջորդ փաթեթում, որն արդեն իսկ շրջանառության մեջ է